Բարև շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կլսենք ձեր գնահատականը եւ այսպես մենք այս Կիրակի եւս մեկ անգամ ականատեսը եղանք, թե ինչպես են այս իշխանությունները ըստ էության կանգ չեն առնում իրենց ներկայությամբ եւ իրենց սպառնալիքներով փորձում մինչեւ անգամ եկեղեցիների փախմանը հասնում ըստ էության, որովհետեւ մենք ականատեսը եղանք, որ Տեր Արտաշեսը աղազանգում էր, որ սպառնացին կկոտրեն եկեղեցու փականները, բայց քանի հայ Ռուբենից չի ասել, բանալի ոչ ոքի չեմ տալու։ Սա ոսկե տափում տեղի ունեցող իրադարձություններն են, այս խայտարակության հետ կապված ձեր գնահատականը համեցեք։ Ողջունում եմ, շնորհակալություն, որ կրկին հնարավորություն ունեմ նաև ձեր եթերով հաղորդակցվելու մեր քաղաքացիների հետ։ Մենք հատկապես այս Կիրակի նկատեցինք, որ շատ ակնհայտ դարձավ, որ այն խոսքերը, որ մշտապես հնչում են, թե պետական համակարգը այստեղ գործ չունի, ես ինքս որպես անհատ հավատացյալ եմ գործում, պարզվեց, որ գիտեք, ոչ թե պարզվեց, այլ այնպիսի անտակտությամբ, այնպիսի անպատկառությամբ այս Կիրակի իրենց դրսևորեցին, որ այլևս այդ տեսանկյունից խոսելու, այդ խոսքը բնականon համարելու հնարավորություն չմնաց։ Սա հերթական իրավախախտում է ամենաբարձր մակարդակի սահմանադրության խախտում, բայց մենք արդեն վարժվել ենք, ազգովի ենք վարժվել, մեզ փորձում են վարժեցնել, որ համընդհանուր իրավախախտ մթնոլորտում պիտի ապրենք։ Եվ դա այնպես չի, որ սկսեց այսօր կամ երեկ, վաղուց դա դարձել է այսօրվա իշխանությունների քաղաքականությունը, եւ դա այնքան տեսանելի է, այնքան ընդգրկուն, որ նույնիսկ արված դրական քայլերն անգամ անցալում ես մի տեսակ վերապահությամբ։ Ես մասնավորապես մի բանի վրա եմ ուզում հրավիրել մեր բոլորի ուշադրությունը, ընդհանրապես երբ ինչ-որ բացասական բան ես անում կամ ասում, միշտ պիտի նկատի ունենաս, որ դա կարող է շրջվել քո դեմ։ Այսինքն այն ոսկե կանոնը քրիստոնեական, որ ասվում է դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կուզեիր, որ քեզ հետ վարվեն, ունի նաև հակառակը։ Դու կարող ես քո սխալ պահվածքի արձագանքը ստանալ։ Դա հակառակը չէ, ուղղակի նույն մոտեցման զարգացումն է։ Տեսեք, երբ մենք ասում ենք, չենք ճանաչում Արցախի ինքնորոշման իրավունքը, հայերից ցավոք սրտի շատ քչերն են պատկերացնում, որ այդ չճանաչելով, փաստորեն, երբ ասում ես Արցախը Ադրբեջանի կազմում է, դու ասում ես ինքնորոշման իրավունքը ոչինչ։ Այսինքն մենք կգանք էլի դրան, պարոն Հայրիկյան, ուղղակի այս պատկերն է մենք տեսնենք, որ քահանաներից մեկը խոսում է որտեղ ինձ ոչ մեկ ոչ մի բան չի ասել, պատարագող պիտի անենք, ինչ պիտի ունենք, ոգևոր օրվերսը ոչ մի բանից դրակ չեմ, եկել իմ պատարագի իրականը, ինչպես որ բնականon ուժած նայել, Արցախ փորձելու են ուժով խոչընդոտել, գուցե ձեզ դեպքեր եք տեսնում, դուք ինչքան ուժայիններ կան, բնականաբար այդպես կլինի, երբեք չեմ եկել մարդի պատարագի մասին։ Այս խայտարակությունը, որ ուժայինների տարեր կենտրոնացել են այդտեղ, անգամ Տեր Հայկը չի բացառում, որ կարող է իրենց նկատմամբ ուժի կիրառում լինի, որպեսզի արգելեն պատարագ իրականացումը, որովհետև այնտեղ գիտեք ինչ խայտարակ վիճակ է, խնդրեմ։ Քիչ առաջ ասացի, ուժայինների ներկայությունը արդեն ցույց է տալիս, որ պետական համակարգն է օգտագործվում սահմանադրությունը խախտելու համար։ Դրանից ավելի վատ բան լինել չի կարող։ Դրանից դեպի բացարձակ բռնապետություն ընդամենը մեկ քայլ է։ Շատ կարևոր է, որ մենք բոլոր երևույթների վրա առանձին ուշադրություն դարձնենք, բայց եթե դու իսկապես պետութենական գործիչ ես, քաղաքական գործիչ ես, ապա դու ընդհանրություններ ես անում եւ այդ ընդհանրություններ անելուց հետո պիտի լուծում առաջարկես։ Եվ որպեսզի մերկապարանոց չլինի այդ լուծում առաջարկելու կոչը, ես ասեմ, որ օրերս քննարկելով տարբեր քաղաքական ուժերի հետ մենք եկանք մի եզրակացության, որ ընդհանուր առմամբ իրավիճակը գնահատելիս կարող ենք լիարժեքորեն օգտագործել, որ Հայաստանի իշխանությունները իրավախախտ են։ Իրավախախտ տարբեր ոլորտներում, բազմաթիվ ոլորտներում ավելի ճիշտ, եւ մենք, քանի որ իրավունքի համար պայքարելը, իրավունքի համար աշխատելը
ընդհանրական է բոլորի համար, նույնիսկ իրարամերժ քաղաքական ուժերի համար։ Եկանք այն եզրակացության, որ շատ ճիշտ կլինի այդ շեշտադրումով մարդկանց կոչ անել, ընդվզել եւ դրանից ելնելով այս ուրբաթ ես արդեն իրազեկել եմ քաղաքապետարանին, կառավարության դիմաց մենք ոչ իրավախախտումներին կրճատ ոչ իր գործողություններ ենք սկսում, որոնք պիտի լինեն շարունակական առայժմ ուրբաթ օրերը եւ այդ միջոցառումների ժամանակ բնականաբար նաեւ կանդրադառնանք պետական համակարգը հայ առաքելական եկեղեցու դեմ օգտագործելու ամենածանր սահմանադրական խախտմանը։ Այս իրականության մեջ մենք ձեզ հետ առիթ ունեցել ենք իհարկե խոսելու, բայց դուք էլ բազմիցս այս թեման բարձրաձայնել եք, պարոն Հայրիկյան, խայտարակ թանկացումները, խայտարակ թուրքերը գույքահարկի է այս ավելացումը, այս թոշակների նվազ խայտարակ չափը եւ սրան զուգահեռ միլիարդների հասնող այս պարգևավճարները, սրան զուգահեռ ֆինանսների նախարարի խայտարակ խոսքը, որ ինչ եք պետական պարտքի այս ավելացումը մեծ պատմություն դարձել ժամանակին, ինչ-որ միլիարդ է, հիմա ինչ-որ միլիարդ է, կրկնակի եւ ավելացրել է պետական պարտքը եւ այսպիսի հայտարարություններն իրենց թույլ տալիս։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, գույքահար, թանկացումներ, թալան։ Ես իսկապես խոսել եմ, բազում անգամներ եմ խոսել եւ մասնավորապես բերել եմ իմ օրինակը զուգահեռաբար շեշտելով, եթե ինձ հետ այդպես եմ վարվում։ Օրինակ, անցյալ տարի իմ գույքահարկը 21 թվականի հայամատությամբ բարձրացրել էին 500 անգամ, այս տարի դա բարձրանում է մոտավորապես 700 եւ ավելի անգամ։ Դա գիտեք, միայն թվեր չեն դրանք, դա ցույց են տալիս, որ այստեղ էլ կոպիտ ոտնձգություն է կատարվում մեր սահմանադրության հիմնադրույթների նկատմամբ, այսինքն անկախ նրանից սահմանադրության ընդհանուր որակին համաձայնես թե ոչ, սահմանադրությունը ունի անփոփոխելի հոդված։ Դա վերաբերում է նրան, որ Հայաստանը սոցիալական պետություն է։ Սոցիալական պետություն նշանակում է պետական համակարգը աշխատում է քաղաքացուն նվազագույն խնդիրներ պատճառել եւ ընդհակառակը իր գլխավոր խնդիրն է սոցիալական վիճակը բարելավել։ Բայց այդ ամենը մոռացած Հայաստանի իշխանությունները անում են գործողություններ եւ այդ գործողությունները կատարելիս դրսեւորում են վարքագիծ, որը սոցիալական պետության համար անհարիր է։ Այսինքն այստեղ էլ գործ ունենք սոցիալական պետության մեջ ապրող քաղաքացու իրավունքների կոպիտ ոտնահարման։ Որոշ մարդիկ կարող են ասել, ինչ բան է իրավունքը։ Ես հասկանում եմ։ Իրավունքը դա փաստորեն հիմքերի հիմքն է որևէ համակարգի, որևէ հանրության։ Եթե այդ հանրության մեջ իրավունքը չի գործում, այլ գործում է ուժը, օրինակ ցավոք սրտի վերջին շրջանում աշխարհում սկսվել է ուժի գերակայության մասին խոսակցությունները, նշանակում է հանրությանը ընդհանրապես վտանգ է սպառնում։ Միանգամից այդ առումով ասեմ, որ մասնավորապես Թրամփի եւ իր հետ աշխատողների, իր սիրած ընկերների գործելակերպը դա ժամանակավոր բան է։ Աշխարհը ուրիշ անգամներ էլ է տեսել, որ իրավունքը մոռանում են, անցնում են ուժի, բայց դա մեծագույն վնասներ է պատճառում մարդկությանը։ Հիմա գալով մեր երկրին, տեսեք, այն պարգևավճարը, որ տրվեց միայն հունվար ամսին, այդ պարգևավճարը բավական էր, որ ամեն ընտանիք ստանար միջինը 5000 դրամ։ Մեծ գումար չէ, բայց դա էական աջակցություն կլներ տոնական օրերը տոնական տրամադրությամբ ընկալելու համար։ Իսկ այստեղ կատարվում է մի բան, որ ինքը պետության առաջին դեմքը ըստ էության ինքն իրեն նշանակում է իր տարեկան աշխատավարձին համարժեք տարեկան աշխատավարձին համարժեք պարգևավճար։ Երեք Էդգար Ղազարյանը շատ լավ բնորոշում տվեց, որ մեկ պարգևավճարը ավելի շատ է ստացվում, քան նվազագույն թոշակ ստացող մարդը 15 տարվա ընթացքում կարող է ստանալ։ Սա սարսափելի բան է։ Սա նշանակում է ոչ միայն ոչ ճիշտ քաղաքական գործելակերպ, այլ սա նշանակում է անպարկեշտություն, կամահարական վերաբերմունք մարդկանց նկատմամբ եւ նաեւ հանցավոր վերաբերմունք։ Ես գուցե այստեղ խիստ եմ արտահայտվում, բայց տեսեք, սոցիալական պետության մեջ իշխանության եկող մարդու գլխավոր խնդիրը պիտի լինի օգտակար լինել հանրությանը։ Եվ երբ երկրի առաջին դեմքը
Պաշտոնապես այդպես է։ Ասում է իր մասնագետներից լսում է, որ գույքահարկերը մենք շատ ենք բարձրացրել, դա համարժեք չէ իրավիճակին։ Եվ ինքը պատասխանում է. այդ հարցում ես փոխզուջման չեմ գնա։ Պատկերացրեք դա ինչ է նշանակում։ Իրեն իր մասնագետներն ասում են, պարոն վարչապետ, մենք չափն անցել ենք այստեղ, ինքն ասում է փոխզուջման չեմ գնա եւ գալիս է ստին։ Բա մենք ինչպես պիտի զինվենք։ Զինվում ես ոչ թե գույքահարկերի հաշվին, այլ պետական դա այլ ոլորտ է։ Գույքահարկը գնում է տեղական ինքնակառավարման մարմիններին, նշանակում է դու այստեղ էլ կամ չգիտես իրողությունը կամ էլ պիտի խախտես օրենքը պետական բյուջե, պետական ծախսագումար ներգրավելու համար համայնքներին հասնող գումարները։ Ինչևէ մենք այստեղ պիտի մի բան արձանագրենք, օրենքները նրա համար են, որպեսզի ծառայեն իրավունքին, եթե որևէ պետության մեջ ընդունված օրենքները, որոշումները, նորմատիվ ակտեր եւ այլ պետական համակարգի կողմից ընդունված ոչ թե գնում են ամրագրելու իրավունքը, այլ գնում են խախտելու մարդկանց իրավունքները, նշանակում է այդ պետությունը սխալ ճանապարհին է։ Դրա համար էլ կրկնեմ, ամսի 30-ին ժամը 4-ին մենք որ հավաքվում ենք, գլխավոր կարգախոսն է ոչ իրավախախտումներին։ Այնքան շատ է ոլորտը, տեսեք, մենք քաղաքականավորներ ունենք։ Դա նշանակում է մարդկանց քաղաքական իրավունքների ոտնահարում։ Իսկ քաղաքական իրավունքներ նշանակում է պետութենական իրավունքներ, պետական կյանքին մասնակցելու իրավունք։ Ինչի պիտի բանդում լիներ Արթուր Վարդանյանը, ինչի պիտի Սամսոնյանը այսօր բանդում լիներ, հոգևորականներ խոսքի համար բանդում են։ Երեք իմացա, որ մի լավ լեզվագետ վերլուծել է ներկայացվող մեղադրանքը գործարար Կարապետյանին, Սամվել Կարապետյանին, եւ նայել իր գնահատականն է տվել, որ հայերենում դրանում ոչ մի զրպարտիչ, սադրիչ բովանդակություն չկա։ Այսինքն մենք քաղաքական կանոնավոր ունենալը արդեն օրինականացրինք եւ այն դեպքում, երբ ամեն առիթով հայտարարում են, մենք ժողովրդավարության բաստիոնն ենք։ Գիտեք, ու այս իրականության մեջ նաև օրինակ վերջերս Վարդան Ղուկասյանն ասում էր, սա դանդաղ մարդասպանություն է մեր նկատմամբ, այդ անմարդկային պայմանների հետ փոշտամունքները, որոնք իրականացում են, այո, եւ այս ամեն ինչը կես ժողովրդավարության անվամբ դա։ Չէ, իրենք ասում են ժողովրդավարություն, բայց իրականում կեղծ, իսկապես ճիշտ ասացիք, կեղծ ժողովրդավարության պայմաններում։ Ինչ է նշանակում կասկածյալին տանել որպես խափանման միջոց կալանավայր։ Չէ՞ որ դատարանը դեռ կարող է նրան արդարացնել։ Դատարանի արդարացնելու դեպքում չեն մտածում, որ կգա ժամանակ, որ բոլոր նրանք, ովքեր որ արդարացվել են դատարանում, բայց եղել են բանտում նախնական կալանքի շրջանում, կամ հետագայում ոչ միայն դատարանը, հետագայում էլ պարզվի, որ հետապնդումներ են եղել, որ իրենք պատասխան են տալու դրա համար։ Այնպես որ ոչ իրախախտումներին ասելիս պիտի նկատի ունենանք նաև ամենակարևոր իրավունքի ոտնահարումը, պետական կյանքին մասնակցելու, հանրային կյանքում դերակատարություն ունենալու քաղաքացի իրավունքը ոտնահարելը նշանակում է երկիրը դարձնել բռնապետություն։ Քանի որ ակտարկեցիք Թրամփի մասով, հիմա տեսեք, հա, այս իրավիճակը մասնավորապես Մակրոնի, Իտալիայի վարչապետի հայտարարությունները, ըստ էության կարծես Թրամփը գեստապո է դարձել, այս ներողություն բարիս համար, Կանադայի վարչապետի վերջերս բավականին ինչ-որ սկանդալային հայտարարությունը, այս մաքսատուրքերի հետ կապված խնդրեմ, ինչ է տեղի ունենում, ինչ աշխարհակարգ է փորձում ձևավորել Թրամփը եւ այս հայտարարությունը ըստ էության մաքսատուրքերը մահակ դարձնելով, Գրենլանդիայի հետ կապված իր նկարտումներով, խնդրեմ։ Այստեղ մենք արդեն պիտի խոսենք միջազգային իրավունքի նկատմամբ, կարող եմ արդեն հանգիստ ասել կամայական վերաբերմունքի մասին։ Ասել, որ միջազգային իրավունքը գործում է իսկապես եւ կատարյալ է, իհարկե չենք կարող, որովհետեւ այդ դեպքում պիտի լինեին կառույցներ, որոնք պիտի Արցախի բնակչության նկատմամբ ցեղասպանության իրականացումը ինքնաբերաբար հակադարձեին դրան։ Ուրեմն միջազգային իրավունքը չի ասել այն մակարդակին, որ ունենա գործիքներ, որոնք միջազգային իրավունքով սահմանված բարձրագույն արժեքները պաշտպանեն։ Թրամփը իշխանությանը եկել որոշակի ծրագրերով եւ քանի որ ինքը մի քիչ գերագնահատում է Ամերիկայի, իրականում այդ դերը կա, Ամերիկան ունի դեր աշխարհում առաջընթաց կատարելու, որովհետեւ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ
հենց Ամերիկան էր, որ բողոքեց պատերազմի հետևանքով առաջացած պայմանների վավերացման դեմ, համարելով, որ դրանք արդար չեն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնիսկ ատոմային ռումբ օգտագործելուց հետո ամեն ինչ արեցին, որպեսզի նրանք պարտված երկրները շատ արագ ոտքի կանգնեն։ Այնպես որ Ամերիկան դերակատարություն ունի, բայց Ամերիկան դերակատարություն ունենալու պահին, տեսեք, ինչ որ չափով այդ ամերիկյան գործելավոճը գործում է, որ ասենք Թրամփը ոչ թե զորքեր է մտցնում Գրենլանդիա, այլ ասում է, որ այսինքն սկսում է խոսել դրա մասին, բայց բռնապետներն են այդպես վարվել, այնպես որ մեզ պիտի չմխիթարենք։ Միակ մխիթարությունը, որ Թրամփի վարած քաղաքականությունը չի ոչնչացնի առանց այն էլ շատ փխրուն միջազգային իրավունքի ներկայումս շատ փխրուն իրավիճակը, այն է, որ Ամերիկան լինելով հիմնականում ընդհանուր առմամբ ժողովրդավարական պետություն, 2 տարին մեկ կարող է ենթարկվել լուրջ փոփոխությունների իր պետական համակարգում։ Այսինքն առաջիկայումս Ամերիկայում սպասվող ընտրությունները, դրանք կոչվում են միջանկյալ ընտրություններ, բայց ի վերջո կոնգրեսի ամբողջությամբ վերընտրվում է կոնգրեսի ներկայացուցիչների պալատը, դա այն կառույցն է, որը նաև բյուջեն է սահմանում, այսինքն օրվա գործադիր իշխանության ղեկավարին կարող է դնել շրջանակների մեջ։ Ես կարծում եմ, որ Ամերիկայի հարցում մենք այնքան էլ սարսափած պիտի չլինենք, որովհետև Ամերիկան ինքնազսպման լավ մեխանիզմներ ունի, բայց այն ինչ որ կատարվում է զբաղանակցությունների ընթացքում, ճնշումներ եւ այլն, այդ ամենը իհարկե հետագայում ծանր անդրադարձ պիտի ունենա։ Եվ որքան շուտ կանխվեն սպառնալիքի լեզվով միջազգային հարաբերություններում գործողություններ իրականացնելու տրամադրությունները, այդքան ավելի մեծ դեր կստանա։ Միանգամից կրկնեմ նույն միտքը։ Հենց դա է ուզում ասել։ Միանգամից կրկնեմ այն միտքը, կներեք, որտեղ համահունչ է ձեր ասածին, այստեղ պիտի նկատի ունենանք, որ սա առաջին դեպքը չէ։ Ամեն անգամ, երբ պատերազմներ են ծագում, այդ պատերազմների հիմքում ընկած է եսակենտրոն մոտեցումներ, բայց հետո այդ պատերազմական վիճակը վերջանում է եւ կրկին մարդկությունը հասկանում են, որ ճիշտ ապրելակերպը դա միջազգային իրավունքով, ավելի ճիշտ ուղղակի ասեմ, իրավունքի վրա հիմնված փոխհարաբերություններն են, ուժի վրա հիմնադրված փոխհարաբերությունները, դրանք այն է, ինչ քաղաքակրթությունը մշտապես մերժել է։ Թրամփը ինքն էլ է ասում, չէ՞, զոհեր են լինում, բայց ինքը չգիտես ինչի կարծես թե չի կռահում, որ այդպիսի գործողությունների հետևանքով կարող են տասնապատիկ, հարյուրապատիկ ավելի զոհեր լինել, որովհետև այնպես չի, որ դու ուժ կկիրառես եւ դիմացինը դեռ հաշտուխաղաղ կասի։ Իհարկե, այս պայմաններում, երբ միջազգային իրավունքը ոտնահարվում է, բնականաբար այդ ձեր ասած հարցերը ուր մնաց ինքնիշխանությունը, ուր մնաց ազգերի ինքնորոշման իրավունքը, ուր մնաց պատերազմի միջոցով հարցեր չլուծելու կամ պատերազմի սպառնալիքով հարցեր չլուծելու միջազգային իրավունքով բարձրագույն արժեք համարված մոտեցումները։ Մենք նաև այս պատկերին ականատես եղանք Դավոսում մեր Վահագն Խաչատուրյանը, Նիկոլ Փաշինյանը, այդ ողորմելի կեցվածք այդ ամեն ինչի, որ մենք ականատես եղանք եւ ոչ մի հարց բարձրաձայնել մեր ռազմագերիների մասով։ Ես խնդրեմ ես ասած այդ տեսակետը արտահայտեք եւ ինչպես գիտենք, փետրվարի սպասում է Բենսի այցը Հայաստան, այնուհետեւ նաև Ադրբեջանում է լինելու։ Մենք օրինակ անհայտ տեսեք, թեկուզ այդ նույն Բելարուսի օրինակով գիտենք ինչպես քաղաքականները ազատվեցին եւ կա նաև այսպիսի հայտարարություն, որ արժե Բենսի գալը օգտագործել բարձրաձայնելու Հայաստանում այս հետապնդումները, որոնք իրականացնում են քրիստոնյաների նկատմամբ նախ, հետո նաև Բաքվի բանտերում մեր խոշտանգող ռազմագերիների հայրենակիցների վերաբերյալ եւ դնել այդ պահանջը, որպեսզի օր առաջ այս մարդիկ թե Հայաստանի բախտերից թե Բաքվից պետք է ազատ արձակվեն։ Խնդրեմ։ Ինստիտուցիոնալ հիշողությունն է երևի պարտադրել ինձ Ամերիկայի Միացյալ Նահանգներից հարցրին սովորաբար այցելությունների ժամանակ ընդդիմության հետ նույնպես հանդիպում են ունենում, պատրաստ եմ ես հանդիպել եւ խոսել իմ տեսակետից կարևոր հարցերի մասին, ես պատրաստակամություն հայտնեցի, բայց թե ինչպես կզարգանա առաջիկայում կերևա, ասեմ մի բան, երբ Թրամփը թեթև ակնարկով հարցնում է քրիստոնյա կալանավորներ կան եւ ճիշտ չի լինի, որ ես այդ հարցը բարձրացնեմ, ու այդտեղ Հայաստանի ներկայացուցիչը բացասաբար է արտահայտվում, սա բոլոր հայերին պիտի ստիպեր մտածել, որ ինչ որ բան այն չէ,
Ուրեմն դա այդ կեցվածքը ձեռնտու էր միայն նրան, ով որ պատանդներ է պահում, խոսքը միայն ռազմագերիների մասին չի։ Երբ մենք խոսում էինք, երբ քիչ առաջ ես շեշտում եի, որ բոլոր մեր դժգոհությունների հիմքում ընկած է մի բան՝ իրավախախտում։ Մենք ունենք իրավախախտումներով ապրող իշխանություններ, եւ ռազմագերիների մասին չխոսելը ու այդ պայմաններում խաղաղության մասին խոսելը նույնպես ցույց է տալիս, որ մարդու խաղաղ ապրելու իրավունքի դեմ են նաեւ այս գործողությունները ուղղված, որովհետեւ եթե կա ռազմագերի, դա նշանակում է պատերազմը շարունակվում է։ Երբ պատերազմը ավարտվում է, ռազմագերիներ չեն լինում։ Նույնիսկ մեկ գերու դիմաց տրվում է 500 գերի, բայց բոլոր ռազմագերիները ազատ են արձակվում։ Շատ արագ, գիտեք, մենք այնքան ծանր բեռի տակ ենք, սկսած արտաքին պարտքից վերջացրած քաղաքացիների ծանր վիճակը եւ ծանր ոչ միայն սոցիալական վիճակը, հոգեբանական վիճակը։ Ռազմագերիների արկայությունը եւ դրա արդարացումը, արցախցիների բռնի հեռացումը իրենց երկրից եւ այդ պայմաններում ինչ որ ադրբեջանցիների Հայաստան գալու մասին խոսակցությունները, այն դեպքում երբ Ադրբեջանի տարածքից երկու անգամ ավելի շատ հայեր են հեռացվել եւ հեռացվել են կոտորածներով։ Այդ բոլորի նկատմամբ համդուրժողական վերաբերմունքը ստիպում է ցանկացած հայ մարդու մտածել, որ տեսեք, ինչ որ բան այն չի, ես այստեղ ապահով չեմ։ Այնինչ Հայաստանը հայ մարդու համար ամենաապահով վայրը պիտի լիներ իր հայկական էության հանդերձ։ Տեսեք, ասել որ իրենք չեն գիտակցում, ուրախանում է, չէ՞, բայց թիվ չի ասում։ Ասում է այս տարի ավելի շատ մարդ է Հայաստան եկել, քան Հայաստանից գնացել։ Ինչի թիվ չես ասում։ Կոնկրետ։ Կարող է դա ընդամենը 10 հոգի է։ Ինչու դու թվեր չես ասում, նշանակում է դա շատ փոքր թիվ է։ Մինչդեռ Հայաստանը հայությունը ունի ներուժ, որ ամեն տարի կարող էր 100,000 մարդ ընդունել եւ պիտի ընդուներ։ Մենք այս 30 տարիները կորցրինք, 35 տարիները կորցրինք, որովհետեւ ազգային եւ ոչ միայն ազգային, արդար մտածողությունը, որովհետեւ երբ հանցագործություն է կատարվում, դու չես ասում դու ում կողմից ես, դու ասում ես որն է արդարությունը։ Հայերի նկատմամբ եղած ցեղասպանությունն են արդեն հարամարում, կրթական համակարգն են պղծում։ Մենք կարճ ասած գործ ունենք իրավախախտումների հետ եւ Ամերիկայի փոխնախագահի այցելությունը Հայաստան առանց նախնական աշխատանքների բոլորս վկա ենք, չէ՞ որ Հայաստանը որևէ խնդիր չի ներկայացրել։ Հայաստանը որևէ միջազգային նշանակության հարց չի բարձրացրել, որ Հայաստան այցելող որևէ պաշտոնյա էլ ինքը ընդհակառակը մենք մեր հարցերը պարտակում ենք, ավելի ճիշտ մեր իշխանությունները, ես երբեք չեմ պարտակել, ու սպասում ենք որ պիտի ուրիշը խոսի։ Մինչդեռ ուրիշները արդեն ժամանակին բավական բան արել, դրա մասին պետք է խոսել եւ զարգացնել։ Օրինակ նույն Ամերիկային ասել, ցեղասպանությունը ճանաչել եք, շատ լավ եք արել, դուք հասկանում եք, որ Թուրքիայի տարածքում ապրող յուրաքանչյուր 5-րդ մարդը առնվազն սպանվել կամ քշվել է։ Հիմա դուք ձեր տարածքում Ամերիկայում եղած հնդկացիների նկատմամբ եղած ցեղասպանական գործողությունները փոխհատուցելու նպատակով տարածքներ եք հատկացրել հսկայական սպային մտքից արգելավայրեր եք ստեղծել ռեզերվացիաներ եւ մտածում եք, չէ՞, կատարված հանցագործությունները նվազագույն հետևանքների հասցնելու մասին։ Իսկ հայերի նկատմամբ ուրեմն ցեղասպանություն եղել է, լավ։ Հետո Կարծրդահանում էլ ցեղասպանություն եղավ, դա է լավ։ Հիմա Արցախում է ցեղասպանություն լինում, նորից լավ, բնական է։ Այս ինչ է, մենք ցեղասպանության դատապարտված ազգ ենք ցեղասպանությունների։ Երբ դու չես հնչեցրել, ոնց ընդամենը կգա խոսի տնտեսական օգուտների մասին, համագործակցությունից, ինչ որ բաներով կուրախացնի կամ կտխրեցնի, բայց ցանկացած կարևոր այդ մակարդակի այցելություն պետք է նախնական, գիտեք, նույնիսկ դիվանագիտական մակարդակով ինչ որ քննարկումների ելակետ ունենա, այլապես դա որևէ էական նշանակություն ունենալ չի կարող։ Անկամ եթե խաղաղության մասին է խոսում, պետք է ասվել, պետք է անմիջապես ասվել, այո, մենք խաղաղության ենք գնում, ձգտում ենք խաղաղության, բայց մեծ թերություն կա, գերիներ կան դեռևս, պատանդներ կան դեռևս։ Գոնե դա պիտի ասել, բայց չեն ասում սրանք։ Կարճ ասած, մենք բազմաթիվ բացասական հետևանքներ ունենք մեր առօրեական նաև քաղաքական կյանքում։ Դրանք վերացնելու ամենակարճ ճանապարհը նախ եւ առաջ այդ հետևանքները վերացնելու ճանապարհը ամենակարևորն է, որ ասենք որ նա ով այս հետևանքները ստեղծել է մեր ազգի համար, դա մեր ազգի հետ կապ չունի։ Դրա համար ես ուրբաթօրվա այդ ոչ իրավախախտումներին հանրահավաքին, որը առաջին լուրջ հանրահավաքն է լինելու, բայց շարունակական մեծ կարևորություն եմ տալիս։ Մենք պիտի սահմանազատվենք այն իշխանություններից, որ այսքան փորձանքներ են մեզ պատճառել, ու անտեսենք իրենք զբաղված են, տեսեք, քաղաքացիների
ու առաջիկա ընտրություններից առաջ զբաղված են մարդկանց կաշառելով։ Պետական համակարգի աշխատողներին կաշառում են, զուգահեռաբար վախեցնում։ Այս քաղաքականավորներ ունենալ ինչի համար է, որ մարդիկ վախենան։ Այս ամենի դեմ պիտի հիմնավորապես գործել։ Մեր իրավախախտումներն այնքան շատ են, այսօր ես դրանց չեմ անդրադառնա, բայց որ դրանք պետք է համարել գլխավոր խնդիրը հայության եւ առանձին տարբեր շեշտադրումներ ունեցողներին պետք է ասպարեզ դրվի։ Ես կարծում եմ դա ես պարտավոր եմ անել որպես նախաձեռնող, որովհետեւ շատերն են ասում դու էիր անկախության համար անկախության օգտակարության մասին խոսում, դե հիմա ինչ է կատարում, սա քո երազած անկախություններ, իհարկե ոչ անկախություններ մեր երազածը, ոչ էլ այս կիսատ պռատ թշնամիներին, ակնհայտ թշնամիներին, բացահայտ թշնամիներին։ Պատկերացնում եք, որևէ պետության, օտար պետության ղեկավար համարձակվում է ասել, որ հայերի հոգևոր առաջնորդը կընտրվի մեր երկրում։ Ոչ թե հայ համայնքի առաջնորդը կընտրվի, այլ ընդհանրապես աշխարհի հզորագույն հայեր, գիտեք, որ ձեզից հագցնում են միտումնավոր կերպով։ Հայ առաքելական եկեղեցին աշխարհի ամենահզոր եկեղեցիներից մեկն է, 3-ից մեկը։ Դուք որ լինեք Երուսաղեմում, կպատկերացնեք, թե ինչ է նշանակում լինել հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Եվ այսօր ինչ է անում, ես սրբապիղծը, ինչ է անում։ Զբաղված է մարդկանց համոզելով, որ իրենք կարող են իրենց պիղծ էությամբ մխրճվել հոգևոր կյանք։ Հոգևոր կյանքում ինչ-որ փոփոխություններ կատարել։ Պատկերացնում եք, Նիկոլը պիտի հոգևոր կյանքում բարեփոխում կատարի։ Իր գրքի մի քանի անգամ դրանք վկայակոչել եմ, իր էությունը բնութագրող, ամաչում եմ կրկնել։ Այդպեսի գիրք գրողը ինչպես կարող է ընդհանրապես բարոյականության բառի բտառն արտասանել, բարևարք եւ այլ, դու ով ես։ Ինչև է։ Շնորհակալություն, պարոն Հայրիկյան։ Ես եմ շնորհակալ։ Շատ բան կախված է մեր մարդկանցից եւ ամեն մարդ պետք է դա գիտակցի։ Ես գտել եմ մի բանաձև ոչ իրավախախտումներին, որը բոլոր հայերից կարող է միավորել անկախ մեր նախասիրություններից։ Շնորհակալ եմ հրավերի համար։